կյանքում տեղի ունենում հոգևոր, սոցիալական, տնտեսական փոփոխություններ եւ դրան անմասն չի նաեւ մեր նկարիչների այսօրվա ստուդիա հայրված խումբը, մեր երիտասարդ նկարիչներ Խաչիկ Աբրամյան, այս տարի կազմակերպել եմ հայ երիտասարդ նկարիչների կենտրոն, որին էլ այսօր նվիրված է մեր հաղորդում։ Բացի նրանցից մեր հյուրն են Մարինե Ստեփանյանն, արվեստաբան եւ ճարտարապետ Արամ Ներսիսյան։ Խաչիկ, խնդրում եմ պատմեք, թե ինչպես մտահղացաք այդ կենտրոնի ստեղծումը, ինչ շարժառիթներ ձեզ ստիպեցին այդ քայլին դիմել եւ ինչպես հասաք ձեր նպատակին։ Կենտրոնը վաղուց մտահղացում կար կենտրոնի ստեղծմանը, բայց արդեն ստեղծվել է 6 ամիս է ինչ գործում է կենտրոնը եւ կենտրոն ասած բառը պետք է ասեմ, որ իրենից ներկայացնում է համահայկական երիտասարդ նկարիչների կենտրոն։ Համահայկական ինչու, քանի որ մեր կենտրոնը նպատակահարմար է գտնում, որպեսզի համախմբի ներքին եւ արտաքին սփյուռքը եւ մեր Հայաստանի տարածքում գտնված բոլոր հայ երիտասարդ նկարիչներին։ Ընդհանրապես աշխարհի, ամբողջ աշխարհի հայ երիտասարդ նկարիչներին համախմբելու մասին է խոսքը։ Դժվարություններ շատ եղան այդ ճանապարհներին, երբ որ մենք նախաձեռնեցինք այդ քայլը ստեղծելու հայ երիտասարդ նկարիչների կենտրոնը, չնայած մեզ շատ հարցերում օգնեցին, կարող եմ շեշտ դնել մեր միությունների վրա, արվեստի, որ բոլորն էլ իրենց բարի կամքը ցանկացան, որպեսզի ստեղծվի կենտրոնը։ Ես նկատի ունեմ նկարիչների միությունը, ճարտարապետների միությունը, ժուրնալիստների միությունը, գրողների միությունը։ Մի խոսքով բոլոր այդ միությունները իրենց բարի կամքը մեզ ցանկացան եւ մեր գործին ընթացք տվեցին։ Պետք է խորին շնորհակալություն հայտնեմ ես երկխախորհրդի գործկոմի նախագահ Ընկեր Գեղամյանին եւ իրեն տեղակալ Ընկեր Վարդանյանին։ Պետք է շնորհակալական խոսք ասեմ կենտրոնի ստեղծման համար մեր մշակույթի նախարարությանը, քանի որ իրենք մեծ գործունեություն ցուցաբերեցին մեր կենտրոնի ստեղծմանը։ Իհարկե պետք է ասեմ, որ կենտրոնը ստեղծվեց հիմնականում մի քանի նկարիչների նախաձեռնությամբ, որոնցից մեկը ես էի, մյուսը Բադալյան Գագիկը, երրորդը Թոմասյան Յուվրան, իսկ չորրորդը Ղազանչյան Գագիկը։ Ձեզ ընդհատելով պետք է հեռուստատիտողին ասեմ, որ կարծեմ դուք վերջերս ընտրվեցիք այդ կենտրոնի պրեզիդենտ, այսպես ասած, եւ Գագիկը փոխպրեզիդենտը մյուս Գագիկի հետ միասին։ Մենք եթերում կտեսնենք մեր ժապավենից։ Ես խնդրում եմ, դուք ասացիք, որ ձեզ օգնություն ցուցաբերեցին բարյացակամ եղան ձեր նկատմամբ, համենայն դեպս ձեր շենքային պայմանները, ինչպես ես տեսել եմ, Թումանյան 21-ի նախկին խմբավորման գրադարանի շենքը խարխուլ եւ անխնամ վիճակում է։ Դուք միջոցներ կունենաք հետագայում այդ շենքը վերանորոգելու կամ ինչպես եք պատկերացնում ձեր ապագա գործունեությունը։ Ես ասում ձեզ, միջոցները այսպես է, պետք է ինձ թվում է մեր կառավարությունը եւ իշխանությունը այդ հարցում պետք է լինի շատ բարեհամբույր, որպեսզի կարողանա այդ արվեստի օջախը նոր ստեղծված ոտքի կանգնելու համար։ Ինձ թվում է այդպիսի մտահղացումը, որ մեզ մոտ է, ինձ թվում է պետք է թերի չմնա, իսկ ինձ թվում է այդ ավելի լավ կասի շենքի եւ այդ շենքի գործունեության մասին Ներսիսյան Արամը։ Ես այդ պետք է ավելացնեմ, որ բացի օգնությունից գուցե երևի թե պետությունը նաեւ ինչ-որ պարտավոր է շենքը վերակառուցել, որովհետեւ դա 19-րդ դարում կառուցված շենք է, որ այժմ Երևանի պատմության եւ մշակույթի հուշարձաններից մեկն է, իդեպ լավագույն հուշարձաններից մեկը, սակայն որը այժմ գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում եւ իր կոնստրուկտիվ առումով եւ գեղարվեստական առումով, որովհետեւ ժամանակի ընթացքում շենքին տարբեր կցակառույցներ են սարքել, նույնիսկ հարցը ասել է նրան, որ շենքի սրբատաշ տուֆով, սև տուֆով սարքած ճակատը սվաղել են եւ ներկել են
կարմրավուն գույնի։ Եվ բացի դրանից շենքում բնակիչներ են ապրում։ Առաջարկում ապրում են բնակիչներ։ Ոչ միայն առաջարկում, նաև երրորդ հարկում ապրում են բնակիչներ, որոնք փաստորեն ապրում են փլուզման վտանգի տակ գտնվող շենքում։ Երկու անգամ երկախորհուրդը փորձել է այդ հարցը լուծել բնակիչների վերաբնակեցնել, սակայն մինչ այժմ հարցը լուծված չէ, նույնիսկ շենքի վիճակի մասին տեխնիկական ակտում ուղղակի գրված է, որ շենքը անհապաղ պետք է վերաբնակեցվի, այսինքն բնակիչները պետք է տեղափոխվեն։ Եվ բնակիչների տեղափոխվելու դեպքում արդեն կենտրոնի հնարավորությունները էապես փոխվեն։ Այսօր նրանք, եթե չեմ սխալվում, ունեն մոտ 150-200 մետր տարածք, իսկ շենքը եթե վերաբնակեցվի, հնարավոր է նրա բակային մասում, օրինակ, ես տղաներին առաջարկել եմ իրենքի հետ համաձայն ստեղծել, ասենք քանդակագործությունը ցուցադրելու համար բակ։ Այո, որտեղ ասենք փոփոխական էքսպոզիցիաներ կարող են լինել դիտարկությունների։ Շենքերի մասում կարելի է նաև նոր մասնաշենք սարքել, ասենք կապված սփյուռքի հայ նկարիչների հետ։ Մի բան ասեմ, իսկ ինձ թվում է, որ շատ հարմար ընտրություն եք դուք արել, որովհետև այդ շենքը հեռու չի գտնվում նկարիչների միությունի շենքից։ Դա երևի կնպաստի ինչ-որ առնչությունների մեջ մտնել, կապերի մեջ մտնել անմիջապես, այսինքն ոչ թե հեռախոսով, այլ երկու քայլ կարող եք միանգամից հարցեր լուծել, որովհետև նկարիչների միությունը օգնության ձեր կամակման կմեկնի եւ մինչև հիմա մեկնել է։ Իհարկե, այդ խաչիկը նշեց, որ մենք ստացանք բարոյական աջակցություն բոլոր ստեղծագործական միություններից, եւ առաջինը ես կարող եմ ասել նկարիչների միությունից, որովհետև մենք մեր գործունեությունը ծավալելու բարոյական փորձ, այսպես ասած, ստացել ենք նկարիչների միությունից եւ շփվելով միության գործունեությանը որոշակի չափով մենք արդեն կարողացանք ըստ դրա ստեղծել մեր կենտրոնը, որը պետք է միայն հուսով եմ միայն պետք է համագործակցի նկարիչների միության հետ, քանի որ մենք էլ միության անդամներն ենք։ Եվ մարմնի մի մասը պետք է Ձեր նախաձեռնությամբ օգնում եք միաժամանակ նկարիչների միությանը, այսինքն մի Ոնց թեթևացնում ենք։ Ես կասեի շատ ուժերը թեթևացնում, որովհետև դա մի կենթանի այդպիսի դահլիճներ են, որոնք կարող են նպաստել ցուցադրական այդ գործունեությանը, միության։ Այսինքն այն ցուցահանդեսները, որոնք այնտեղ չեն կարող կազմակերպել, կկազմակերպեն ձեր դահլիճներում։ Եվ շատ հեշտությամբ կարելի է ապագայում նույնիսկ նախատեսել եւ կատալոգի հարցը, եւ ախիշաների ազդագրերի, եւ կատալոգների, եւ բուկլետների։ Այսինքն դա այնպիսի մի օգնություն է, որը ես ներողություն եմ խնդրում, բայց միությունը գուցե եւ չի զգում, բայց ոմանք արդեն զգում են, որ դա մեծ օգնություն կլինի միության հարցերը լուծելու համար։ Իսկ Արամ, ես